Ցույց է տալիս կանաչ գիծը, անձնագիրը 2003 թվականի, այսինքն մինչև 2008 թվականի նկարը բացակայում է, Արսեն Մկրտչյանի ճանաչում ենք, հիմա ձեր աջ ձեռքի ցուցամատը, այս ապակու վրա, ուզում ենք տնեք, սեղմեք և պահեք մի քիչ մինչև շատ լավ, ճանաչեք, սոցկարտը, խնդրում եմ մոտեցեք հանրաժողովի անդամներին։ Այս սարքավորումների օգնությամբ իրականացվելու է ընտրողների գրանցման գործառույթը։ Մասնավորապես ընտրողը մոտենալով մասնագետին ներկայացնում է անձը հաստատող որևէ փաստաթուղթ, դա կարող է լինել նույնականացման կարգ, անձնագիր կամ կենսաչափական անձնագիր։ Անձնագիրը անցկացվում է սարքի ջով եւ ընտրողի տվյալները, որոնք առկա են սարքում, սարքը ցույց է տալիս, թե տվյալ ընտրողը առաջին անգամ է եկել քվեարկության, առկա է կրկնակվեարկության դեպք, թե ոչ եւ այլն։ Ամբողջը սարքը ստուգում է եւ ինքը ուրեմն համապատասխան նշան է ներկայացնում, որ ընտրողը առաջին անգամ է եկել տեղանոց։ Դրանից հետո մուտք է արվում ընտրողի մատնահետքը, աջ ձեռքի ցուցամատը, եթե հնարավոր չէ, արդեն մյուս ձեռքի ցուցամատը, եւ ուրեմն եթե ամեն ինչը նորմալ է, տպվում է համապատասխան կտրոն եւ կտրոնը արդեն փոխանցվում է ընտրողին։ Եթե կրկին անգամ փորձ է կատարվում նույն անձնաստատող փաստաթղթով ուրեմն գրանցվել, համակարգը անմիջապես ցույց է տալիս, որ այդ ընտրողը արդեն իսկ գրանցվել է։ Եթե նույն ընտրողը մեկ այլ անձնաստատող փաստաթղթով է փորձում ուրեմն գրանցվել, սարքը նորից ցույց է տալիս, որ տվյալ ընտրողը արդեն մեկ այլ փաստաթղթով գրանցվել է։ Եթե ընտրողը չի հանդիսանում տվյալ տեղի ընտրող, սարքը ուրեմն այդ մասին եւս հուշում է, որ տվյալ ընտրողը այդ տեղամասի ընտրողը չէ։ Կարծում եմ փաստորեն այս սարքավորումների կիրառումը ըստ էության միանշանակ կնպաստի հանրային վստահության բարձրացման այս առումով, որովհետև նախկինում մենք ունեինք ընդամենը մեկ գործիք, դա ցուցակներով ըստ էության ցուցակով ստորագրելն էր գրանցման որպես մեխանիզմ, այժմ փաստորեն լրացուցիչ մեկ գործիք եւս ներդրվելու է, դա տեխնիկական սարքավորումներն են։ Մտածել էի ու փորձարկենք սենց։ Ցանկացած նույնը փորձարկենք եւ ընտրող չեմ։ Ժանելը ֆիքսը։ Բայց պարտադիր շատ լավ եղավ։ Շատ ավելի լավ է։ Ոչ մի կասկած չկա, որ այս տեխնիկական սարքավորումները էական փոփոխություն կմտցնեն նաև մթնոլորտում։ Վստահությունը միանշանակ բացացվել է, որտեղ նրանք հնարավորություն են ընձեռում ապահովել թափանցիկություն, ինչ ի նկատի ունեմ ես։ Եթե որևէ մեկը որևէ բողոք ներկայացնի գրանցման հետ կապված, հնարավոր է ամբողջական 100%-անոց ճշտությամբ վերականգնել ընտրողների գրանցման պատկերը։ Այդ տեսանկյունից ես որևէ կասկած չունեմ, որ կրկնակվեարկության, այլոց փոխարեն քվեարկության դեպքերը պրակտիկորեն իսպառ կբացառվեն։ Ինչ վերաբերում այսօրվա փորձարկմանը, ապա փորձարկում ենք ընդհանրապես ծրագրային ապահովման այն մասը, որ այս պահին պատրաստ է, որտեղ ծրագրային ապահովումը վերջնական տեսքով պատրաստ կլինի մոտավորապես մարտի սկզբին։ Բայց սակայն որոշ մասեր արդեն պատրաստ են եւ դրանք փորձարկում ենք, որպեսզի վերհանենք թերությունները։ Այո, մի շարք թերություններ արդեն վեր ենք հանել, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել այդ հատվածները։ Սա շատ կարեւոր է եւ ինչքան շատ թերություն կարողանանք այսօր վերհանել, այդքան ավելի հարթ կընթանան ապրիլի 2-ի ընտրությունները։ Իշխանություններն ասում են, որ այս կերպ բացառվելու են կրկնակվեարկությունները, միմյանց փոխարեն քվեարկությունները, ուռճացված ցուցակները, ինչ է կարծում իսկապես սարքավորումով հարցը կլուծվի։ Տեսեք, կրկնակվեարկության հնարավորություններ դեռևս կան,
Բայց բանն այն է, որ քանի որ դրոնների ստորագրած ցուցակները հրապարակվում են, կրկնակվյարկությունները դարձել են հեշտ բացահայտվում։ Այսինքն էլեկտրոնային սարքերի միջոցով կրկնակվյարկություն դարձել ավելի դժվար, իսկ ցուցակների հրապարակման շնորհիվ այն դառել է հեշտ բացահայտվող։ Մենք հուսով ենք, որ այս երկու մեխանիզմների շնորհիվ կրկնակվյարկությունների էջը գոնե մասշտաբային, զանգվածային կրկնակվյարկությունների էջը կփակվի։